Սիրելիս, այստեղ մենք քննարկում ենք, թե անօգնականության ներշնչում ինչպես է տեղի ունենում մարդու վարքի կառավարման համար, ավելի շուտ ոչ թե անհատի, այլ խմբի։ Դու այստեղ պատմությունից ենք վերցնել անօգնականության ներշնչում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գերիներին։ Ոնց էին համակենտրոնացման ճամբարներում, ինչ տեխնոլոգիաներ են կիրառում, որ կարողանում են կառավարել այդքան մեծ, դե միլիոնավոր մարդիկ չեն կան, գոնե հազարավոր, բայց հո այդ բաները պահակները, բաները այդքան չէին ոստիկանները կամ նրանց ասկողները, հարյուրավոր անգամ քիչ են, բայց ինչ էին կարողանում անել։ Այստեղ Հիտլերյան Գերմանիայի ժամանակ համակենտրոնացված ճամբարների ամբողջ մեքենան ուղղված էր ստրկատիրական իշխանության դաստիարակմանը, նպատակաուղղված դաստիարակում է ստրուկ վիճակ։ Իդեալական եւ հնազանդ ոչ մի այդ բանի մասին չմտածող, բացի տիրոջ ողորմությունից։ Այս սա պիտի, այս համոզմունքը ձևավորվի։ Համապատասխանաբար անհրաժեշտ էր դիմադրող չափահաս անձին վերածել վախեցած երեխայի կամ նույնիսկ կենդանի կենսազանգվածի բիոմասայի, առանց կամքի եւ զգացմունքների։ Կենսազանգվածը հեշտ է կառավարել, այն կարեկցանք չի առաջացնում եւ հնազանդորեն կգնա սպանդի։ Ստորև ընկերներ նշելու ենք անձը ճնշելու եւ կոտրելու հիմնական հոգեբանական ռազմավարությունները, ավելի մանրամասն սա այլ աշխատության մեջ է։ Բրունո Բեթհելմանը իր աշխատություններում նշել է։ Այս ռազմավարությունները ընկերներ համընդհանուր են, դրանք տարբեր տատանումներով կրկնվում են հասարակության գրեթե բոլոր մակարդակներում, ընտանիքից մինչև պետություն։ Այստեղ գերմանական համակենտրոնացման ճամբարների օրինակից է, բայց ամենուր դա կա։ Նացիստները պարզապես հավաքեցին այդ ամենը բռնության եւ սարսափի մեկ համակենտրոնացման մեջ, որոնք են անօգնական անձ ձևավորելու ուղիները։ Ամբողջ նպատակը ինֆանտիլ անօգնական անձ ձևավորել, որ հանկարծ չստանբեն, չփախնեն, կռիվ չանեն, խնդիր չառաջացնեն։ Բիոզանգված վերածնեն, որոնք գիտակցություն կապ չունեն։ Առաջին ստիպել մարդուն անիմաստ աշխատանք կատարել։ Նայեք ինչքան կարևոր է։ Ինչքան եմ ես տեսնում աշխատավայրերում անիմաստ են աշխատում։ Անիմաստ ինչ որ ասում է դե ոնց բան չունի անելու, մի բան տվեք թող անի։ Չէ՞։ Հատկապես պետական կառույցներում։ Սովետական մի շարք տեխնոլոգիաներ հիմնված են սրա վրա։ Նաև դպրոցներում, այո, ճիշտ եք ասում։ Սովետական մի շարք տեխնոլոգիաներ հիմնված էր սրա վրա, ու տենց էլ փոխանցվել է մեզ, մտել է աշխատավայրեր եւ այլ եւ այլ։ Ստիպել մարդուն անիմաստ աշխատանք կատարել։ Տղամարդկանց սիրելի զբաղմունքներից էր այդ բաների, այդ կոնցլագերի, նազիրացիաների։ Ստիպել բոլորովին անիմաստ աշխատանք կատարել, ընդ որում բանտարկյալները հասկանում էին, որ այդ աշխատանքը իմաստ չունի, ու պիտի հասկանա, որ անիմաստ է իրաց կատարածը։ Հենց այստեղ է առանցքային հատված, որ պետք է բանտարկյալը կամ ում ճնշում են հասկանա, որ դա անիմաստ է։ Քարեր մի տեղից մյուսը տանել, մեր ձեռքերով փոսեր փորել, երբ մոտակայքում բախ կա հանգած։ Ինչ որ տանում են այստեղից այնտեղ, չեն հասկանում ինչի։ Մարդու ուղերը ուզում է, չէ, արդյունք ստանա, հաստատություն ստանա։ Կամ ձեռքով փորել, բայց ասում է հնարավորություն կա, չէ, սենց պիտի անենք։ Ասում եմ, բայց կարելի է մի հատ ուրիշ միջոցով տրակտոր բերեք, պես անենք։ Ասում եմ, չէ, պիտի փորեք։ Ինչի համար, որովհետև ես այդպես ասացի։ Այս միտքն է։ Ավտորիտար ղեկավարների սիրելի արտահայտությունները, որովհետև պետք է ձեր գործը անելն է, ոչ թե մտածելը։ Այ բոլորը գալիս է այստեղից։ Գերմանական այս բանից տեխնոլոգիաներից վերցրեց չի մնացածը նաև սովետը, ու սովետից այդպես ավտոմատ փոխանցվեց մեզ։ Երկրորդ, ներմուծել իրարամերժ կանոններ, որոնց խախտումները անխուսափելի է։ Սրա մասին ինքն չեմ խոսել, կարծում սա ազատ հասանելիությամբ կտեղադրեմ, կարծում հետաքրքիր նյութ է։ Ներմուծել իրարամերժ կանոններ, որոնց խախտումները անխուսափելի են։ Երկակի։ Նման կանոնները ստեղծում են բռնվելու մշտական վախի մթնոլորտ, որ կբռնվեն, կբացահայտվեն։ Մարդկանց ստիպում էին բանակցել պահակների կամ կապոնների բանտարկյալներից միջիցը, նրանց օգնականների հետ, ամբողջովին կախված լինելով նրանցից։ Շանտաժի մեծ դաշտ էր բացվում, պահակները եւ կապոնները կարող են ուշադրություն դարձնել խախտումների կամ ուշադրություն չդարձնել որոշակի ծառայությունների դիմաց։ Այսինքն, նայեք, օրինակ ծնողների պահանջների կամ պետական օրենքների անհետեթությունն ու անհամապատասխանությունը այս անալոգիան է։ Իրարամերժ կանոններ կար, ստիպում էին բանակցել բաների հետ, օրինակ նազիրապահակների հետ,
մի օր կարային պատժեին դրա համար, մի օր կարող է չպատժեին։ Այս իրարամերժ ինչ որ բանը կանոններ կար։ Հիմա չէր հասկանում, սա պատժելի է, թե պատժելի չի։ Երկակի վերաբերմունք որ տալիս են։ Ծնողը մի օր հեռախոսը տալիս ասում է խաղա, մյուս օրը պատժում է դրա համար։ Դե գորգորում է դրա համար։ Երրորդ հանձնական պատասխանատվությունը վերածել կոլեկտիվ պատասխանատվության։ Բանակում կար, այս վերջերս հրաման եղավ հանել բանակից։ Մեկի պատճառով բոլորին պատժում էին։ Լավ զինծառայող ասում էր, չեմ հասկանում, ինձ ինչ եք պատժում, ես միշտ ամեն ինչ ճիշտ անում եմ, ու մի քանի հոգու պատճառով ես միշտ պատժվում եմ, բայց ես միշտ պատասխանատվություն եմ անում, ինչ եք պատժում։ Այդտեղից է եկել։ Երկի անորոշություն է սա։ Պիտի պատժես միայն դրա պատասխանատուին, վերջ։ Կոլեկտիվ պատասխանատվությունը լղոզում է անձնական պատասխանատվությունը, սա վաղուց հայտնի ու կանոն է։ Բայց այն պայմաններում, երբ սխալի արժեքը չափազանց բարձր է, կոլեկտիվ պատասխանատվությունը խմբի բոլոր անդամներին վերածում է միմյանց վերահսկողների, չէ՞։ Իրար սկսում է վերահսկել։ Կոլեկտիվը ինքն է դառնում SS-ի եւ ճամբարի ղեկավարության ակամա դաշնակիցը։ Այսինքն, եթե ես անեմ, քեզ պատժելու են դրա համար, դու ուզած ինձ վերահսկում ես։ Արդյունքում, էլ այդ պահակները չեն վերահսկում, իրար սկսում են վերահսկել։ Հաճախ ենթարկվելով ակնթարթային կամ աճույքին, SS-ականը հերթական անիմաստ հրամաններ տալիս։ Հնազանդության ցանկությունը այնքան ուժեղ վնասել բանտարկյալների հոգեկանը, որ միշտ եղել են բանտարկյալներ, ովքեր երկար ժամանակ հետևել են այդ հրամանին։ Հա, նույնիսկ եթե SS-ականը մոռացել է դրա մասին եւ ստիպել է ուրիշներին դա անել։ Այսինքն, էլ չի ասել, բայց այն մեկն է պահել։ Ռուսական բանակի դա բանն է հատկապես մեր մոտ էլ ներթափանցված։ Ռուսական բանակում զինվորի միջոցով հրամանատարը կառավարում էր մնացած զինվորներին։ Այսինքն մեկը սխալվեց դրանել էր պատժում, հետո այս մեկը վախեցնում էր նրան ու ստեղծում էր այսենց իրար հոշոտելու միջավայր։ Դա անխուսափելի է, ռուսական բանակում հազար տեսակի ազգ կար, բայց մեր մոտ հայ են, չի կարելի, դա անառողջություն է։ Այսպիսով մի օր պահակը հրամայեց մի խումբ բանտարկյալներին լվանալ իրենց կոշիկները դրսից եւ ներսից, օճառով եւ ջրով։ Կոշիկները քարի պես կարծացան եւ քերեցին ոտքերը, օճառով լվանում են, իրենց օճառներով հատկապես։ Հրամանն այդպես այլևս չկրկնվեց։ Այնուամենայնիվ շատ բանտարկյալներ շարունակում են ամեն օր լվանալ իրենց կոշիկները, ներսը եւ նախատում են նրանց, ովքեր դա չեր անում անզգույշ եւ կեղտոտ լինելու համար։ Ասացին այս կոշիկներն ինչա, ծեծեցին, մի հոգու համար բոլորին ծեծեցին, բոլորին ասացին լվացեք։ Հետո էլ չէին ասում, բայց նրանք իրար մեջ արդեն ասում են, նույնիսկ եթե դա անհարմարություն էր առաջացնում։ Սրանք երեք նախնական կանոններ են։ Շոկային կապը հետևյալ երեքն է. ջախջախելով արդեն պատրաստված անձը։ Ստիպել բանտարկյալներին չորրորդ հավատալ, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Տեղեկատվական պատերազմի ժամանակ քեզնից բան կախված չի։ Սրա համար ստեղծվում էր անկանխատեսելի միջավայր, որտեղ անհնար է որևէ բան պլանավորել։ Բացի այդ, մարդկանց սովորեցնում են ապրել ըստ հրահանգների, դրանով իսկ ճնշելով իրենց կողմից ցանկացած նախաձեռնություն։ Չեխ գերիների խումբը այսպես ոչնչացվեց, որը ժամանակ նրանց առանձնացնում են որպես ազնվական ճակատների մեջ, արժանանում էին որոշակի արտոնությունների եւ թույլատրվում էր ապրել հարաբերական հարմարավետության մեջ, առանց աշխատանքի եւ դժվարությունների։ Հետո չեխերին հանկարծ ստիպեցին աշխատել քարհանքում, այն տաժանագիր աշխատանքում, հենց ում որ լավ պայման էին տվել, որտեղ կային անհամեմատ ամենավատ աշխատանքային պայմանները եւ մահացության ամենաբարձր ցուցանիշը։ Ընդ որում նրանց սննդի չափաբաժինը կրճատվեց միանգամից։ Այնուհետև վերադարձ դեպի լավ տուն եւ հեշտ աշխատանք։ Տուն չէ, լավ միջավայր։ Մի քանի ամիս անց վերադարձ դեպի քարհանք եւ այլն։ Ողջ մարդ չմնաց սրանից հետո։ Այդ ստիպել բանտարկյալներին հավատալ, որ իրենցից ոչինչ կախված չի։ Ոնց անես, չանես, ու տենց էս լինելու։ Մեկ էլ ամեն ինչ լավ է, մեկ էլ հոп քեզ տարան այնտեղ։ Ու այս տատանումը իհարկե քանդում էր անձից։ Բոլորին չեխերի ասում այդ խմբին այդպես լիկվիդացին։ Սեփական կյանքի նկատմամբ վերահսկողության լիակատար բացակայությունը, կանխատեսելու անկարողությունը, թե ինչու եք պարգևատրում կամ պատժվում, չգիտես ինչից, ճիշտ ես անում, պատժում ես, սխալ ես անում, խրախուսվում ես, հետո սխալ ես անում, պատժվում ես։ Այդ մեկը ճիշտ արեց, պատժվեց, դու սխալ ես անում, դու ես պատժում։ Եկել տեսնում ես, այն մեկը ճիշտ արեց, խրախուսվեց, դու ես անում, դու պատժվում ես։
Չկա այդ վերահսկողությունը։ Ուղեղը կապեր չի ձևավորում, էլի վարքի Այո, հետ։ ուղեղը շաբլոն չի ձևավորում, չգիտի ինչ անի, մշտական անորոշություն։ Ու կողմնորոշվելու դժվարություն ելքի դա ներսից արդեն վնասում է ուղեղին։ Ինչ չգիտի թե ինչու է պարգևատրում կամ պատժում։ Խարխլում է ոտքերի վրա ամուր կանգնելը։ Անհատը պարզապես ժամանակ չունի հարմարողականության ռազմավարությունները մշակելու համար։ Նա դառնում է լիովին անկազմակերպ եւ ի վերջո մահանում է, չի հասցնում հարմարվի։ Ադապտացման ձև չունի, չգիտի պես ոտքի վրա կանգնի, թե այն ոտքի վրա կանգնի։ Մարդու գոյատևումը կախված է ազատ վարքագծի որոշակի տարածք պահպանելու կյանքի որոշ կարևոր ասպեկտների վրա վերահսկողություն պահպանելու կարողությունից։ Չնայած անտանելի թվացող պայման է, նույնիսկ անտանելի է, բայց ինչ-որ բան դու կարող ես անես։ Քեզնից կախված է ինչ-որ բան։ Գործելու կամ չգործելու նույնիսկ աննշան խորհրդանշական հնարավորությունը, բայց իր ազատ կամքով թույլ տվեց գոյատևել ինձ եւ ինձ նման մարդկանց։ Այնտեղ գոյատևածների բաներից են ասում։ Նաեւ բանի շատ լավ է ներկայացնում լոգոթերապիայի հայրը, չէ՞, հասկանում մոռացա։ Որ այնտեղ գոյատևել է գիրք ա գրել։ Ֆրանկլը, ապրեք։ Ֆրանկլը շատ լավ Հա, ինչ ա լինում։ Ֆրանկլը Այո, ինչ ա լինում, ոնց է կյանքին ասել այո, ուժեղ այո, գիրք է։ ու ընդ որում շատ կարևոր է, որ ասում է, ես ընտրում եմ, ես փոքր ընտրություններ ես քեզ տալիս։ Ինչ որ մի բան գոնե չանել։ Ես ինձ տալիս եմ ընտրություն չանել, ընտրություն անել, ընտրություն չլինել, ընտրություն լինել։ Փոքր նպատակներ, մեծ չէ, հրկվել չէ։ Փոքր նպատակներ։ Այստեղ ես ուզում եմ գնամ այնտեղ։ Այ դա է քո պսիխիկային ողջ բանը։ Օրինակ, ստեղ ինքը իրան նպատակ կտար, որ պրոստը չկենտրոնանա, էլի։ Օրինակ, իր գրքի մեջ ասում է հաճախ բաներելում իմ նպատակն էր էդի չնկատել, Այո։ որովհետև եթե ես էդի նկատում եմ, մահացության է Ըհը, տանում։ ըհը, ըհը։ Փոքր նպատակներ դրանք ողջ են պահում ուղեղդ։ Կամ դաժան առօրյան անընդհատ մղում էր մարդկանց։ Եթե 1-2 րոպե սպասեն դեմքը լվանալու համար, ապա զուգարից կուշանան այս դաժան պայմանները։ Եթե դուք ուշանում եք ձեր մահճակալը հավաքելիս, ապա չեք նախաճաշի։ Այս մշտական տրիվոգան, մշտական բանը, այս քաղաքներն է տենցան, քաղաքներն էլ են տենցան։ Դու անդադ պիտի վազքի մեջ լինես, պիտի շտապես, չուշանաս, 5 րոպե ուշանաս, խցանման ժամ է գալիս։ Խցանման ժամը եկավ, կես ժամ կուշանաս, ուշացար ինչ որ մի բանից պահում են անում։ Ու սենց ինչ որ անդադ վազքի մեջ է։ Շտապողականություն, ուշանալու վախ, ոչ մի վայրկյան մտածելու կանգ առնելու։ Դուք չեք օրը պլանավորողը։ Դուք չեք ընտրում, թե ինչով զբաղվել, իսկ դու չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ հետո։ Պատիժներն ու պարգևները գալիս են առանց որևէ համակարգի, առանց որևէ տրամաբանության ու բանի վերահսկողության։ Եթե սկզբում բանտարկյալները կարծում էին, որ լավ աշխատանքը կփրկի իրենց պատժից, ապա նրանք հասկացան, որ ոչինչ չի երաշխավորում իրենց խարհանքում աշխատելու, ամենամահաբեր տեղում աշխատելու համար։ Ու հենց այդպես էլ պարգևատրում են, այսեսի քմաճույքով ոչ մի տրամաբանություն եւ կանխատեսելիություն չկար։ 5-րդ կանոնը՝ ստիպել մարդկանց ձևացնել, թե ոչինչ չեն տեսնում կամ լսում։ Նայեք ինչքան կարևոր միջոց է։ Բեթել Հայմանը նկարագրում է նման իրավիճակը։ Էսեսականը ծիծաղում է մի տղամարդու վրա։ Ներողություն, ծեծում է մի տղամարդու։ Անցնում է ստրուկների շարասյունը, իրենց լեզվով ասած, որոնք նկատելով ծեծը միահամուռ գլուխները թեքում են մի կողմ ու կտրուկ արագացնում իրենց ողջ տեսքով ցույց տալու, որ չեն նկատել այն, ինչ կատարվում է։ Նայեք ինչու։ Էսեսական աշխատանքից չկտրվելով բղավում է, կեցեք, որովհետև բանտարկյալները ցույց տվեցին, որ սովորել են չիմանալ եւ չտեսնել այն, ինչ չի թույլատրում կանոնը։ Սովորեցնում են չտեսնել, չիմանալ, չլսել։ Իսկ բանտարկյալների ամոթ ու անզորության զգացումը մեծացնում է եւ միևնույն ժամանակ նրանք ակամայից դառնում են էսեսականի համակիցը, խաղալով նրա խաղը։ Մեծ քաղաքներում էլ տենց կա, չէ՞։ Ծանոթներիցս մեկը, որ Մոսկվայում է, շատ եմ լսում, ասում է կարող անկացանի դե վրայով շտապում են, բոլորը շտապում են։ Մեկ անկացանի վրայով անցնեն գնան չեն հասցնում բանանել։ Կենտրոնանան նայեն եւ այլն։ Այստեղ սովորեցնում են չտեսնել, չիմանալ, չլսել։ Համախոհ ես դառնում արդեն։ Այդ բաներից էլի դրա համար ազգի մեջ, հասարակության մեջ այդ փոխհաճախությունը շատ կարևոր արժեք է, որ պիտի բան անեն, ներառեն, որ պիտի մտցնեն։ Այլապես հենց հեշտ քանդվում է։ Բավարար է դու հասարակության խմբի անդամի անհատներին իրարից հոգեբանում այդ հուզական հերվածնես ու այդ հասարակությունը պետությունը քանդված է։
ԱՄՆ-ն բան, որ ասում են ԱՄՆ-ում բանում սառն են ամեն մեկի համար, այնտեղ հազար ազգ կա, այնտեղ գերհզոր պետություն կա, ու այնտեղ կարա քաղաքացին զարգացած չլինի, սենց չլինի, այս չլինի, հարկերը տա հանցագործություն չանի, որովհետև պետությունը իր զորքերով ու ցանկացած խոշոր պետություններում բոլոր հարցերը լուծում է, բանակին էլ է լուծում, էն էլ է լուծում, էն էլ է լուծում, ամենախելոքներին տանվա բանակ, ամենախելոքներին տանվա գիտություն եւ այլն, ասում է դու ստե աշխատի հարկ դուր։ Բայց մեր հասարակությունը չունի տենց ճոխության հնարավորություն։ Մենք քիչ ենք, անորակը միանգամից վնասում է, անորակը գնում է միանգամից կարևոր հաստիկների, որովհետև քիչ ենք թվով։ Հետևաբար, ինչ այս միասնականությունը, փոխաջակցությունը, հանդուրժողականությունը, ներողամտությունը, իրար հանդեպ սերը, հարգանքը կարևոր է, այդ գիտակցումը սրանք շատ կարևոր արժեքներ են, որոնք պետք է այս sense դարձնել, այլ ոչ թե քանդվող։ Նման իրավիճակներ ընկերներ հազվադեպ չեն ընտանիքներում, որտեղ բռնությունը ծաղկում է։ Օրինակ, մայրը, որի երեխային բռնության է ենթարկում հայրը կամ խորթ հայրը, հա, մայրը ձևացնում է, թե տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, չէ՞, հաճախ է լինում։ Տոտալիտար պետություններում մենք ամեն ինչ գիտենք, բայց ձևացնում ենք։ Կանոնը նրանց գոյության ամենակարևոր պայմանը։ Հենց այդ բանը կարող է մեկ ընկած վատացած լինի, չտեսնեն մարդիկ ինչ է տեղի ունենում։ Ստիպել մարդկանց անցնել վերջին ներքին այն վերջին գիծը, էլ չկա, ամենակարևոր ազդեցություններից։ Ոչ թե քայլող դիակ դառնալու, այլ մարդ մնալու համար, թեկուզ նվաստացած ու դեգրադացված, բայց պետք էր անընդհատ գիտակցել, թե որտեղ է ընկած այն գիծը, որի պատճառով վերադարձ չկա։ Պիտի դա գիտակցես։ Գիծ, որը չի կարելի անցնել ոչ մի դեպքում, նույնիսկ կյանքի սպառնալիքի դեպքում, եթե ուզում ես ողջ մնաս, չխելագարվես։ Հասկանալ, որ եթե գոյատևեցիր այս սահմանն անցնելու գնով, ապա այս կյանքը կկործի ողջ իմաստը։ Վերջինիս խոսքն է։ Վերջինս բերեց այս օրինակը։ Մի օր SS-ականը նկատեց երկու հրեաների, որոնք գլուխ էին պահում։ Նա ստիպեց նրանց պառկել կեղտոտ փոսում, կանչեց հարևան բրիգադից մեկ լեհ բանտարկյալի և հրամայեց ողջ օր նրանց թաղել։ Լեհը մերժեց, SS-ականը սկսեց ծեծել նրան, սակայն լեհը շարունակեց հրաժարվել։ Հետո հսկիչը հրամայեց նրանց փոխել տեղերը և երկուսին հրամայեց թաղել լեհին։ Եվ նրանք սկսեցին թաղել իրենց դժբախտության մեջ ուղեկցին, առանց փոքր ինչ-որ վարանելու։ Երբ լեհը գրեթե թաղված էր, SS-ականը հրամայեց նրանց կանգ առնել, հանել նրան, իսկ հետո իրենք նորից նրանց պառկել խրամատում։ Այ էստեղ և նորից հրամայեց լեհին թաղել նրանց։ Այս անգամ նա հնազանդվեց կամ վրեժխնդրության զգացումից ելնելով կամ մտածելով, որ SS-ականները վերջին պահին իրեն էլ բան կանեն, իրեն էլ չեն խնայի։ Բայց հսկիչը չողորմեց կամ վրեժխնդրությունից արդեն լեհը համաձայնվեց, կամ էլ մտածելով, որ SS-ականը եթե տենց լինի, վերջին պահին էլի կխնայեն իրեն։ Բայց հսկիչը չողորմեց, նա իր կոշիներով գետին տրվեց բան վերջիններից։ 5 րոպե անց նրանց մեկը մահացավ, մյուսը մահամբերց ուղարկեցին Գիզարը։ Այս վերջի սահմանը, այս դառը պատմությունը համաձայն եմ, բայց այդ սահմաններ կա, որ պիտի հենց որ ասում ես կորցնում ես ամեն ինչ։ Մարդ անց հասկացությունը վերանում է։ Մարդկանց, այսպես ասած, զոմբի դարձնելու գործընթացը պարզ էր եւ ակնհայտ։ Սկզբում անձը դադարել է գործել իր կամքով, շարժման ներքին աղբյուր չի մնացել, այն ամենն ինչ անում էր, պայմանավորված էր եղել պահակների ճնշումներով։ Թուժողները ավտոմատ կերպով կատարել են հրամանները առանց որևէ ընտրողականության, ընտրություն բան չունես անելու։ Հետո նրանք դադարեցին ոտքերը բարձրացնել քայլերից եւ սկսեցին շատ բնորոշ կերպով ստացնել, բանի նման, զոմբի նման, այսպես ասած։ Հետո սկսեցին նայել միայն իրենց առջև, սրանից հետո էլ եկավ մահը։ Պատկերացիք, այսինքն սկզբից ինչ որ բան էին մտածում, ինչ որ բան ստոպ էին տալիս, հետո էլ սկսեցին ուղիղ քայլել, հետո սկսեցին ուղիղ նայել, հետո սկսեցին ոտքերը չբարձրացնել, ոչ մի բան չտեսնել ու միանում է այդ տոտալ զոմբիզմը, այսպես ասած, անգիտակցվածությունը։ Այն բանտարկյալները, ովքեր ողջ մնացին, հասկացան այն, ինչ նախկինում չեն գիտակցում։ Նրանք ունեն վերջին, բայց թերևս ամենակարևոր մարդկային ազատությունը, ցանկացած պարագայում ընտրել իրենց վերաբերմունքը կատարվածի նկատմամբ, որտեղ չկա անձնական վերաբերմունք, չկա անհատականություն։ Եթե քո անձնական վերաբերմունքը ընտրությունդ ոչնչացնում են, անձդ վերացավ, անհատականությունդ վերացավ, մահանում ես դու։ Եթե ոչ կենսաբանորեն, գոնե հոգեբանորեն, սոցիալապես։ Հետևաբար ընկերներ, այստեղից իհարկե մենք կարող ենք տասնյակ տեխնոլոգիաներ դուրս բերել, թե ոնց է հասարակությունների կառավարումը լինում, միջազգային հարաբերություններում, շատ հետաքրքիր կլինի։
Բայց այդ մասին մենք կքննարկենք հաջորդ թիվ։ Իսկ մինչ այս ես փորձում եմ ցույց տալ, թե SS-ականները ոնց են անում, ինչ տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի մարդկանց դարձեն անօգնական, դարձեն ինֆանտիլ, հեշտ կառավարվող բիոմասա։ Առաջին ստիպել մարդուն անիմաստ աշխատանք կատարել, ներմուծել իրար մեջ կանոններ, որոնց խախտումները անխուսափելի են, չես կարա չխախտես ու պատժվելու ես, անձնական պատասխանատվությունը վերածել կոլեկտիվ պատասխանատվության, 4. Ստիպել բանտարկյալներին հավատալ, որ իրենցից ոչինչ կախված չէ, 5. Ստիպել մարդկանց ձևացնել, թե ոչինչ չեն տեսնում ու կամ չեն լսում, 6. Ստիպել մարդկանց անցնել վերջին գիծը։ Այդ վերջին գիծը, որ անցնում են, իրենք երկկառավարել են, էլ կորցնելու բան չունեն։ Եթե դու ամենավատ բանը արեցիր, ուրեմն քեզ ամենահեշտ ձևով կառավարել են։ Քեզնից քո անձն են խլում, քո վերջի կամքն են խլում։ Պատկերացրի։ Այս 6 միջոցները 6 թե 7 6 միջոցներ են եղել։ Ուտում են որպեսի մարդկանց վերածեն բիոմասայի ինֆանտիլիզմի առաջացում, անօգնականության վիճակ, անկարողունակության վիճակ եւ հեշտ կառավարել։ Այսպեսով մենք քննարկեցինք SS-ականների գլխավոր 6 տեխնոլոգիաները։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մինչ հաջորդ հանդիպում։